Ողջույն սիրելի հեռուստադիտող, հայկական երկրորդի եթերում պրոֆակտն է։ Ժողովրդավարության բաստեոնում ընտրություններ են ու ընտրությունների արդար անցկացումը նորից 7 տարի ժողովրդավար դառնալուց հետո էլ մնում է խնդիր, կամ գուցե ճիշտ կլինի ասել դարձել է առավել մեծ խնդիր։ Ինչու են այսքան կարևոր Գյումրու եւ Փարաքարի ընտրություններին ժողովրդի մասնակցությունը, ինչքանով է էական գրագետ եւ ոչ սորոսական կազմակերպությունների կողմից ընտրական պրոցեսների վերահսկումը եւ արդյոք Հայաստանում ընտրություններով ինչ-որ բան կարելի է փոխել։ Իրավիճակի ու փաստերի մասին պրոֆեսիոնալ մեկնաբանություն կտա Արմեն Մանվելյանը։ Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու միջազգայնագետ, 4 գիտական մենագրության 100-ից ավել գիտական հոդվածների հեղինակ, տպագրված Հայաստանում եւ արտասահմանում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը, էներգետիկ աշխարհաքաղաքականություն, միջազգային անվտանգություն, հայաքվե նախաձեռնության խորհրդի անդամ։ Բարի երեկո, պարոն Մանվելյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ հրավերքին։ Պարոն Մանվելյան, ձեր թույլտվությամբ ուզում եմ սկսել հայաքվեն նաև դիտորդական մեծ առաքելություն, ըստ էության ամենամեծ առաքելությունն է իրականացնում։ Հիմա մենք նախապատրաստվում ենք տեղական ինքնակառավարման ընտրությունների Գյումրիում եւ Փարաքարում եւ նախորդ անգամ դուք հատուկ նշեցիք, որ շատ կարեւոր է գրագետ դիտորդական առաքելություն անցկացնել։ Այս պահին ներգրաված եք արդյոք եւ ինչքանով դա կարող է արդարության ցուցանիշը ապահովել։ Նայեք, շատ կարևոր հարց եք տալի, որովհետեւ իսկապես մենք մտել ենք մի գերկարևոր իմ կարծիքով փուլ նախընտրական, որտեղ պետք է հասկանանք արդյոք Հայաստանում հնարավոր է իրականության մեջ հնարավոր է ազնիվ եւ անկեղծ ընտրություններ անցկացնել, որտեղ ընտրություններով որտեղ ժողովրդավարության հիմքը ազնիվ եւ անկեղծ ու թափանցիկ ընտրություններն են։ Եվ այս առումով հայաքվեն իր վրա վերցրել է մի առաքելություն, որը ինքը առաջին անգամ իրականացրեց Երևանում, երբ որ տեղի ունեցավ Երևանի ընտրությունները եւ հնարավորինս մենք պաշտպանել ենք ընտրողի ձայնը, անկախ նրանց թե նայում է ձայն տվել եւ հիմա նույն առաքելությունը մեր վերցրել են Գյումրիում եւ Փարաքարում։ Երկու տեղն էլ անցկացնելու ենք ընտրությունները, այս պահին մենք ունենք գրանցված 130 դիտորդ, բայց մինչև ամսի 27-ը դեռ թիվը 150-ն էլ կանցնի եւ ավելին։ Ընդհանուր առմամբ այս առումով նշեմ, որ մենք հատուկ դիտորդական նաեւ դասընթացներ ենք իրականացում եւ այս պահին մոտավորապես 400 մարդ սերտիֆիկատ է ստացել դիտորդի կարգավիճակ ունենալու համար։ Այս գործընթացը իդեպս այլ նշեմ, որ անկախ այս ընտրությունից մենք շարունակելու ենք։ Մեր նպատակն է մինչև տարեվերջ, մինչև 1000-ից 2000 դիտորդ պատրաստել, ինչը ընդհանրապես շատ կարևոր է ցանկացած ընտրության համար, երբ որ դու ունես գրագետ կազմակերպված խմբեր, որոնք կարող են իսկապես չեզոք եւ անկեղծ կերպով վերահսկել ընտրությունները, որտեղ ցանկացած մարդու քվեն դա հենց ժողովրդավարության հիմքն է։ Իզուր չէ, մեր կազմակերպությունը կոչվում է հայկական քվե, հայաքվե։ Այսինքն մենք այդ քվեի համար ենք պայքարում, այդ իրավունքի համար ենք պայքարում, որտեղ դա ժողովրդավարության հիմքն է։ Հիմա այդ իրավունքը փորձում ենք հնարավորինս պաշտպանենք մարդկանց քվեները եւ ձայները թե Փարաքարում, թե Գյումրիում։ Նախորդ անգամ էլ դուք կարևորեցիք, երբ նշում են գրագետ դիտորդական առաքելություն, հնարավոր է դիտորդը լինի ազնիվ, անկեղծ, ինչ-որ որոշի պաշտպանի, քաղաքացու քվեն, բայց չունենա գրագիտություն։ Այսինքն այս խնդրի, այս բացն է լրացնում հայաքվեն։ Հա, սա շատ կարևոր բաց է, որ մենք ցավոք սրտի կա Հայաստանում, եւ դրա համար մենք կազմակերպել ենք այդ դասընթացները, որոնք անում ենք ոչ միայն սկսեցինք Երևանից, ապա որոշեցինք տարածել նաև մարզերում։ Մենք այդ դասընթացները արել ենք եւ Գյումրիում, եւ Էջմիածնում, դասընթացներ շուտով կանցկացնենք, արել ենք նաև Ստեփանավանում եւ Վանաձորում, շուտով կանցկացնենք նաև Գորիսում, Իջևանում եւ մի շարք այլ վայրերում։ Այսինքն Հայաստանի շատ մարզերում մենք այս դասընթացներն անում ենք, որովհետեւ այդ դասընթացների հիմքում, որովհետեւ ամեն անհատ անկախ նրանից ինքը կլինի հետագայում դիտորդ, չի լինի դիտորդը կարևոր չի, այս պահին էական չի, որովհետեւ ամեն անհատ հասկանա, որ իր ձայնի իրավունքը, սա բացառիկ իրավունք է, երկրորդը որ ինքը իմանա, որ իր քվեն դա հենց մեր պետության ժողովրդավարության հիմնաքարն է, ամեն մեկի անհատական։
Եվ բացի դրանից իմանալուց ինքը նաև իրավական առումով իմանա թե ոնց կարող է պայքարի իր քվեի համար, իր իրավունքի համար։ Այ պայքարել սեփական իրավունքների համար սա ցանկացած ժողովրդավարության հիմքն է։ Եվ մենք հավատում ենք, եթե այդպիսի ավելի մեծ թիվ մարդիկ հասկանան, որ իրենց իրավունքների համար իրենք կարող են պայքարել, իսկ պայքարելու հիմքում գիտելիքն է։ Այսինքն որպեսզի իրենք իմանան թե իրենք ինչ իրավունքներ ունեն մեկ, իմանան ոնց կարող են դա պաշտպանել եւ ոնց կարող են բարձրաձայնել դրանց մասին։ Սա հենց հայաքվե դիտորդական առաքելության գերկարևոր, ասենց ասեմ, ուղղություններից մեկը, որը մենք սկսել ենք դեռ անցյալ տարի աշնանը եւ շարունակելու ենք դեռ երկար ժամանակ, որտեղ նորից եմ կրկնում, մեզ պետք են մի քանի հազար տենց պատրաստված գրագետ դիտորդներ։ Այո։ Իսկ այս պահին արդեն դուք փաստորեն պատասխանատու եք հայաքվե նախաձեռնության փարաքարի, հա, ընտրությունների խմբի պատասխանատուն եք, Փարաքարում եւ Գյումրիում ինչ տվյալներ կան եւ ինչպես է գնահատում նախընտրական այ քարոզարշավը այս պահին։ Նայեք, շատ լավ հարց եք տալի, որտեղ ընտրությունները ինքը միայն այդ օրը չէ։ Այսինքն շատերը կարծում են հիմա իրավիճակը փոխվել է, ընտրությունների ժամանակ ինչ որ բաներ կազմակերպել, կեղծել եւ այլն բավականին բարդացել է։ Սակայն ընտրական խախտումները սկսվում են դեռ մինչև հենց ընտրության օրը, նույն նախընտրական շրջանում, երբ ասենք թե շատերը ասենց ասենք false start են տալի եւ սկսում են ընտրապայքարը, երբ դեռ օրինական ընտրապայքարը չի սկսվել, կամ կատարում են մի շարք կեղծիքներ, ամենամեծ խախտումները, որ այս պահին կա, թե Գյումրիում, թե Փարաքարում, սա պետական ռեսուրսի օգտագործում է սեփական ընտրական գործընթացի համար, ինչը կտրականապես արգելվում է։ Սա հատկապես նկատել է Փարաքարում, որտեղ տեղի գործող, ասենք թե համայնքապետը, որը նաև թեկնածու է, տարբեր հանդիպումներ է անցկացնում ընտրողների հետ եւ երևում է, որ այդ հանդիպումների ժամանակ մասնակցում են տեղական վարչական կազմի ներկայացուցիչները, աշխատակիցները դիմավորում են եւ այլն եւ դրա մասին նաեւ հաղորդագրություններ են դնում իրենց համայնքային կայքեջում։ Այսինքն սա նշանակում է, որ իրենք օգտագործում են իրենց պետական, ասենք ասենք, կայքեջը, օգտագործում են իրենց պետական միջոցները, օգտագործում են նաև ասենք ասենք պետական աշխատողներին, որոնք համայնքային աշխատավարձ են ստանում, սեփական PR-ի համար, սա կոպտագույն խախտում է, որ այս պահին մենք գրանցում ենք Փարաքարում, այդ խախտումը կա նաև Գյումրիում, մի քանի անգամ դա արձանագրվել է, երբ նորից գործող իշխանության ներկայացուցիչները փորձում են, ասենք թե կատարվող աշխատանքները ներկայացնել որպես սեփական նախընտրական քարոզչություն, ասենք թե որտեղ ասենք ասենք ասֆալտ են փռում, գնում ասում է սա այս ասֆալտը հեսա 2 օրից պատրաստ կլինի։ Այսինքն սա նույնիսկ նախընտրական խոստում էլ չի։ Այսինքն արվող պետական ռեսուրսներով, պետական միջոցներով արվող ասենք ասենք գործընթացները կամ նույն այդ ասֆալտափռման այսօրվա իշխանությունների կողմից շատ պոպուլյար ասֆալտափռման գործընթաց, իրենք փորձում են որպես նախընտրական ինչ որ խոստում իրական ներկայացնել, որը նույնպես պետական ռեսուրսի խախտում է։ Ու տես տասնյակ ցավոք սրտի փաստեր կա։ Պարոն Մանվելյան, սրանք փաստորեն արձանագրում եք, ինչ պիտի լինի շարունակությունը, այսինքն այս խնդիրների ճակատագիրը, որտեղ այդտեղ վիճելի բան կա, չէ՞, հիմա համայնքային ծառայող է, բայց ինքը ուզում է մասնակցել նաև ընտրող է։ Նայեք, չէ, ընտրողը կարող գնա ընտրությունների օրը քվեարկի ոնց ցանկանում։ Չէ, նաև հանդիպումների նորից։ Բայց հանդիպումներին ինքը աշխատանքի ժամին իրավունք չունի մասնակցել։ Աշխատանքից հետո խնդրեմ, կամ եթե ինքը որոշել է մասնակցել նախընտրական օգնել իր, ասենց ասեմ, ղեկավարին, ինքը պետք է արձակուրդ վերցնի, գնա արձակուրդ եւ այդ ձևով մասնակցել այդ նախընտրական քարոզչական գործընթացին։ Ընթացք է տրվում առանձին պիտի տրվի։ Նայեք, հիմա մենք փաստահավաք շրջանում ենք գտնվում, հավաքում ենք բոլոր այդ փաստերը եւ այդ փաստերի հիման վրա արդեն կորոշենք, մենք կդիմենք շատ հնարավոր եւ դատախազություն եւ քննչական այլ մարմիններ, որպեսզի եթե կան կոպտագույն խախտումներ, որպեսզի դրանց ընթացք տրվի։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ վարչական ռեսուրսի, ասենց ասեմ, չարաշահումը սա ամենակոպտագույն խախտումներից մեկն է, որը գործող իշխանություններն են իրականացնում են պարբերաբար։ Եվ այս փաստահավաք գործընթացին ենք այս պահին լծված եւ սա կարեւոր է, որպեսզի այդ մարդկանց իրավունքները պաշտպանենք, որտեղ վարչական ռեսուրսը նաեւ սա ընտրողի վրա ճնշման միջոց է, որ իրենք մասսայաբար օգտագործում են եւ մասսայաբար իրականացնում են, ինչը իրավունքը չունեն։
Պարոն Մամելյան, արդեն պարզ է դիտորդական առաքելություն, ինչ կազմակերպություններ կամ դրսից լինելու են, թե չէ ներկայացված, որոնք իրականացնելու են այս առաքելությունը։ Ես գիտեմ, որ մի շարք դիտորդական առաքելություններ կան, որոնք արդեն գրանցվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս պահին առայժմ իրենց հետ չենք աշխատում, չնայած փորձ կա, հավանաբար այս շաբաթ կհանդիպենք այդ առաքելություններից մեկի հետ մեր գործունեությունը համակարգելու համար։ Ես այլ եմ ուզում շեշտեմ, որ նախկինում բոլոր նմանատիպ առաքելությունները ֆինանսավորվել են դրսից եւ իրենք հայտնի են որպես սորոսական կազմակերպություններ։ Հայակվեն առաջինն է, որը իր ազգային լինելով քաղաքացիական միավորում ինքը իրականացնում է առանց դրսի ֆինանսավորում ունենալու։ Զուտ մեր միջոցներով, մեր հնարավորություններով մենք կարողանում ենք իրականացնել իսկապես անկեղծ կերպով վերահսկել ընտրությունների գործընթացը, որտեղ ընտրությունների ժամանակ խախտումները միշտ էլ հնարավոր են ու առաջին հերթին դրանք հնարավոր են գործող իշխանությունների կողմից, որտեղ իրանք ունեն այդ հնարավորությունը՝ ի տարբերություն ընդդիմությանը։ Եվ հետաբար հատկապես նրանց նկատմամբ պետք է շատ ավելի կոշտ վերահսկողություն ունի, եւ իրանք է պետք է հասկանան, որ իրանք պետք է շատ զգույշ լինեն իրենց քայլերում, չօգտագործել պետական ռեսուրսները, պետական միջոցները, պետական մեքենաներով չգնան, ասենք թե նախընտրական վայրեր եւ քարոզչություն անել, որտեղ նման հնարավորություն, ասենք թե նույն ընդդիմությունը չունի։ Չէ, պետական միջոցներով, ասենք թե պետական աշխատողներին հավաքեն եւ նրանց շրջանում իբր թե քարոզչություն անել։ Այսինքն այս կեղծիքից պետք է դուրս գալ եւ մտնել իրական պայքարի մեջ, որպեսզի պայքարը լինի ազնիվ։ Նույն ռեսուրսներով, նույն հնարավորություն, թողանում եք իր քաղաքական ծրագիրը ներկայացնի կամ իր գործունեությունը ապագա թե ինչ է պատրաստվանի եւ ըստ այդել մարդիկ որոշեն ում են կողմ քվեարկում աչերին, ձախերին, չգիտեմ։ Այո։ Պարոն Մամելյան, այս առումով նաև որպես փորձագետ եմ ուզում ձեր կարծիքը ունենալ, շատ հիմա այսպես բոլորի ուշադրությունը սևեռված է, սա արդեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների այս գաղափարից, կարծես այդ համատեքստից դուրս է։ Ինչքանով են կարևոր ու որոշիչ մեր պետության համար այս ծանր ժամանակում հիմա հենց Գյումրիի ու Փարաքարի ընտրությունները։ Նայեք, էլի լավ հարց եք տալի, ասեմ։ Գաղտնիք չէ, թե ինչ վիճակ է Հայաստանը, մենք ձեր հետ միասին քանի անգամ քննարկել ենք դա եւ բավականին լուրջ խոսակցություններ կա գործող իշխանությունների լեգիտիմության մասին։ Սա այս լեգիտիմությունը ստուգելու, ասենք ասեմ, իրական ձևերից մեկն է։ Եվ հասկանալու համար, այսինքն իրենք իրենց համար պետք է հասկանան արդյոք բնակչությունը վստահում է այս կամ այն քաղաքական ուժին, թե ոչ։ Լինի դա իշխանություն, թե դա ընդդիմություն։ Լավագույն ձևը, նորից եմ կրկնում, սա ընտրություններն են։ Բայց շատ կարևոր է, որ այդ ընտրությունները լինեն ազնիվ։ Եվ հետեւաբար Փարաքարում եւ Գյումրիում տեղ ունեցող ընտրությունները սա ինչ որ առնում, ու չասեմ հանրաքվե է, բայց ինչ որ առնում վստահության քվե է, որ պետք է, ասենք, կողմերից մեկը ստանա։ Թե ով կստանա, ես չգիտեմ, բայց նորից եմ կրկնում, մեր առաքելությունը դրա դեպքում այն է, որպեսզի այդ քվեն լինի անկեղծ, թափանցիկ եւ այն բնակիչները այն կարծիքը, որ իրանք ունեն, հասնի տեղ։ Եվ երկրորդը, ինչ է էլի կարևորը, որպեսզի այդ բնակչության վրա տեղի չունենա մանիպուլյացիա, խախտումներ տեղի չունենան, իսկ դա մասսայաբար են տեղի ունենում։ Օրինակ համար մի օրինակ էլ բերեմ, այդ պաստառների տեղադրումը, օրինակ համար արգելված է պաստառներ տեղադրել ընտրական տեղամասերի մոտակայքում, բայց ամենուրեք այդ խախտումները կան, թե Փարաքարում, թե Գյումրիում։ Հատկապես Գյումրիում դա շատ տարածված եւ նորից հիմնական խախտողը էլի գործող իշխանություններն են։ Պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել, որպեսզի այդ ընտրական նախընտրական պաստառները լինեն ըստ օրենքի համաձայն ընտրատեղամասերից հեռու։ Պարոն Մամելյան, այս գաղափարը, որ սա ըստ էության հանրաքվեի նման մի բան է, այս ընտրություններով տարբեր ուժերի լեգիտիմությունը ստուգելու միջոց է, ժողովրդի մեջ ձեր այս հանդիպումների ժամանակ արդեն որպես փորձագետ եմ ուզում ձեր կարծիքը ասեք, կա թե չէ, ժողովուրդը հասկանում է, որ ինքը միայն քաղաքապետ չի ընտրում։ Նայեք, իմ խորին համոզմունքն ամեն դեպքում համայնքային ընտրությունները ավելի շատ դա ոչ այնքան քաղաքական է, ինչքան ավելի շատ տեղական ընտրությունների ձև է։
իր հիմնական մասը, իսկ բնակչության մեծ մասը դա որպես տեղական ընտրություն էին ընկալում, այլ ոչ թե քաղաքական։ Բայց գաղտնիք չէ, որ կա նաև շատ մեծ առումով քաղաքական կոմպոնենտ։ Եվ այդ քաղաքական կոմպոնենտն էլ է շատ կարևոր, որովհետեւ ինչպես նշեցի, շատերի համար դա պետք է հասկանալ լինի, արդյոք դա լեգիտիմ, իրենք լեգիտիմ են թե ոչ, եւ արդյոք կարող են պահպանել։ Այստեղ կա եւս մի հանգամանք, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել, այս ընտրությունների կարևորությունը, որտեղ կա բավականին մեծ հոռետեսություն, որ ընտրություններով ոչինչ չի որոշվում։ Իմ կարծիքով այդ հոռետեսությունը պետք է հաղթարել նաև այս ընտրությունների միջոցով, որ այո, Հայաստան հնարավոր է նաև ընտրություններով շատ բան փոխել։ Ուղղակի պետք է ամեն մեկը տեր կանգնի իր քվեին։ Գնա ընտրությունների, ես հորդորում եմ բոլորին մասնակցել ընտրություններին։ Սա ձեր ոչ միայն իրավունքն է, այլ նաև սա ձեր պարտականությունն է։ Լինել ընտրող, լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ գնալ այդ ընտրությունների մասնակցել։ Սա ամենակարևոր ֆակտորն է։ Եվ երկրորդ այս ընտրությունների արդյունքը նաև պետք է ապացուցի այսպես կոչված հոռետեսներին, որ չէ, ինչու ընտրությունով եւ քո իրավունքն ու քո քվեն պաշտպանելով դու կարող ես նաև իրավիճակ փոխես երկրում։ Հուսանք, որ այսպես կլինի։ Պարոն Մավելյան, եթե գանք այսօրվա երկրի մեր առաջ ծառացած խնդիրներին, այս մասին շատ հաճախ դուք որպես մասնագետ, որպես փորձագետ առիթ ունեցել եք խոսելու, հա, մեր նախորդ հանդիպումից հետո հիմա արդեն խաղաղության պայմանագրի մասին խոսվեց, չնայած որքան էլ տարօրինակ է, այսպես խոսվեց ու անցավ, հա, նորից ավելի շատ քննարկման սա չի դրվում։ Իրավիճակը հիմա Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում ինչպես է գնահատում եւ դրսում Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունները, վտանգներ թե հնարավորություններ են մեզ այս պահին բացում մեր առաջ։ Նայեք, այս իրավիճակը ինքը եւ վտանգներ եւ հնարավորություններ է բացում։ Բայց մենք եթե ռեալ գնահատենք վերջին 7-8 տարվա քաղաքականությունը, գործող քաղաքական իշխանության, ապա կնկատենք, որ անկեղծ լինենք, որ այս պայմաններում ռիսկերը ավելի շատ են, քան թե հնարավորությունները։ Ավելի շատ sense ձևակերպեմ, հնարավորություններից օգտվելու մտավոր ընդունակություններն են բավականին թույլ։ Եվ այս պայմաններում ինքը վերածում է ռիսկերի, որտեղ անկեղծ լինենք, Հայաստանը հայտնվել է մի քաղաքական վակուումի մեջ։ Մենք ունենք շատ վատ հարաբերություններ Ռուսաստանի հետ, շատ վատ հարաբերություններ այսօրվա ամերիկյան վարչակազմի Թրամփի վարչակազմի հետ, բավականին լարված են հարաբերությունները նույն Ֆրանսիայի եւ նույնիսկ նույն Եվրամիության հետ, որտեղ ինքը միսակ հետ է քաշվել եւ Հայաստանը դա եթե նախկինում իրենք ակտիվ հետաքրքրում են Հայաստանում, ապա Հայաստանը հիմա հայտնվել է երկրորդ պլանում իրենց համար։ Այս պայմաններում իսկապես բավականին լրջագույն խնդիրների է Հայաստանը բախում հենց անվտանգության իսկ տեսակետից, իսկ կարևորագույն պայմանը Հայաստանի զարգացման համար անվտանգության բալանսի ստեղծումը, որը չկա, որը խախտված է եւ այս խախտումից կարող են օգտվել եւ օգտվում են նաեւ մեր թշնամիները, անձինս Ադրբեջանը եւ Թուրքիայի։ Իսկ անկեղծ լինենք, դրանք թշնամի պետություններ են, որոնք երբեք չեն համակերպվում եւ չեն համակերպվի Հայաստան պետության գոյության հետ։ Այս դեպքում նաև Թուրքիայից հնչեց, որ որևէ կերպ, հա, Մարգարայի այս անցակետը բացվեց, բայց Թուրքիայից անմիջապես հաջորդ պարբերությամբ նշվեց, որ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները վերջնական չկարգավորելու դեպքում հնարավոր չէ Հայաստանի հետ որևէ հարաբերություն։ Ինչի ենք մենք ամբողջ աշխարհից միայն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ուզում հարաբերություններ կարգավորել, պարոն Մավելյան։ Նույն պատճառը ինչ որ ասեցի, որովհետև ձախողել են հարաբերությունները բոլորի հետ։ Նույն Իրանի Իսլամական Հանրապետության հետ են հարաբերությունները ձախողել, Ռուսաստան, Արևմուտք, ամեն ուղղությամբ միայն ձախողումներ են։ Այս պայմաններում իրանց ոչինչ չի մնում անելու, քան գնալու Բաքվի եւ Անկարայի դուռը, հատկապես Անկարայի հույս ունենալով Անկարայի միջոցով զսպեն Բաքվին, որ անդադ սպառնալիքները տեղում Հայաստանի հասցեին։ Սա խղճուկ ողորմելի քաղաքականություն է, որը հանգեցրել է նրան, որ այսօր Հայաստանը գտնվում է այս վիճակում։ Ցավոք սրտի, որը արտահայտվում է նաև մեր ֆուտբոլային խաղերում, էլի, երբ որ խայտարակ պարտություններ են կրում մեկը մյուսի հետևից, այն էլ են երկից, որին ոչ մի կերպ չես անվանել, էլի ֆուտբոլային գերտերություն։
Այսինքն սա է վիճակը ցավոք սրտի։ Հայտնվել ենք արտաքին քաղաքական վակուումի մեջ, ներքաղաքական պառակտումն այս ընտրություններն է ցույց տալի այդ պառակտման աստիճանը, որ բնակչությունը բավականին պառակտված է, մեսկայական հատվածն էլ անտարբեր է այս ամենի հանդեպ։ Իսկապես ու այս պայմաններում հասկանալի որ ռիսկերը տեղի ունենում աշխարհակաղական գլոբալ փոփոխություններ, տեսնում ենք Ռուսաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններում փոփոխություն, Ուկրաինայում կարող է այս շրջանում ինչ-որ բան կտրուկ կերպով փոխվի։ Ու այս ամենը ցավոք սրտի Հայաստանի համար ավելի շատ ռիսկեր է ստեղծում, քան թե հնարավորություն։ Իսկ այսինքն քայլերը օրինակ, որ այսպես կտրուկ ռևերանսները Հայաստանի իշխանությունների երբ հիմա էլ օրինակ ընդունեցին հրավերը Մոսկվա մեկնելու մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու, սա ոչինչ չի փոխում հարաբերությունների առումով, որևէ կերպ չի նշանակում, որ փորձում են որևէ ուժի կամ աշխարհակաղակական գերտերության հետ հարթել հարաբերությունները։ Չէ, իհարկե իրանք փորձում են վերականգնել այն, ինչ որ իրանք ավերել են, բայց պարզա որ ամենակարևորը որ կա դա վստահությունը ցանկացած քաղաքական իշխանության եւ նա ղեկավարի հանդեպ այդ վստահությունը չկա ես համոզված եմ ոչ Մոսկվայում ոչ Վաշինգտոնում ներկայումս ոչ է Բրյուսելում ոչ միտեղ չկա առավելևս Թեհրանում կամ այլտեղ այսինքն երբ որ քո հանդեպ չկա վստահություն ոնց ուզում ես ինչ ուզում ես վերականգնի այսինքն դու ինչ ես վերականգնում ինչ որ հարաբերություններ կարելի է վերականգնել բայց այսօրվա աշխարհում շատ կարևոր է վստահությունը հատկապես այս երկրագնդի արևելյան մասում, որտեղ մենք գտնվում ենք։ Վստահությունը, անձնական հարաբերությունները տարբեր երկրների ղեկավարի մեջ սրանք վճռական նշանակություն ունեն։ Եվ որ այս ամենը բացակայում են, դու հետ ինչ հարաբերություններ ուզում ես կարգավորի։ Իդեպ հիշեցնեմ, որ այս հենց այսօր կարծեմ իրենք որոշել են նաև այսպես կոչված այդ կեղծ եվրոքվե անցկացեցին, այդ կեղծիքը դնեն երկրորդ ընթերցմամբ էլ հաստատեն։ Այսինքն մի կողմից փորձում են Ռուսաստանի հետ հարաբերությունները իբր թե բարելավեն, մյուստեղ ինչ որ կեղծ եվրոքվեի արդյունքներն են դնում երկրորդ ընթերցմամբ հաստատելու համար։ Այսինքն հասկանում եք, չէ՞, այս մարդկանց նկատմամբ անվստահության ինչ բարձր աշխարհ կա նույն Բրյուսելում եւ Մոսկվայում։ Այսինքն չեմ կարծում, որ իրեն կարողանան ինչ որ հարաբերություններ ինչ որ մեկի հետ վերականգնել։ Այսինքն արդեն անկանխատեսելի ու անվստահելի պետության այս պիտակը շատ ավելի ամուր է, հա, մեզ վրա։ Ցավոք սրտի, հա, սա փաստ է, այս որտեվ իրենք բարում են մի քաղաքականություն, օրինակ եկեք հիշենք Թրամփի իշխանության գալուց 6 օր առաջ իրանք Բայդենի վարչակազմի հետ, հեռացող վարչակազմի հետ ստորագրեցին այդ խայտարակ փաստաթուղթ, որի շուրջ PR-վում էին, ուրախանում, թռչկոտում էին, որ ինքը իրանք ռազմավարական գործընկերներ են դարել։ Ուր այդ փաստաթուղթը, ով է հիշում դրա մասին։ Ու դա արվում է նորից եմ գրում Թրամփի իշխանության գալուց 6 օր առաջ։ Այսինքն մարդ ուղեղային կամ ողնուղեղային ինչ մակարդակ պիտի ունենա կամ չունենա, որպեսզի գնա այս փաստաթղթի տակ ստորագրի։ Շատ լավ իմանալով Թրամփի վարչակազմի նրա ասենց ասեմ նրա առաջնայնությունների հարցերի մասին։ Այսինքն այդ փաստաթղթով իրանք Թրամփի վարչակազմի հետ էլ հարաբերությունները խայտարակ ձևով փչացեցին եւ երկար ժամանակ պահանջի որպեսզի այն վերականգնեն։ Որտեղ դա անել ուղղակի չէր կարելի։ Պարոն Մամելյան, սրան զուգահեռ ներսում արդեն այսպես հստակ ամեն հարցազրույցում շատ ավելի բաց տեքստով իշխանությունները նշում են իրենց այդ հրաժարվելու մեջ հիմնակարային այդ արժեքներից հրաժարվելու ցանկությունը ծրագիրը, ասենք ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է, հիմա արդեն կարծես ցեղասպանության իրողությունն է ինչ որ առումով կասկածի տակ դրվում եւ մնացած նաեւ Արցախի հետ կապված դա վաղուց է, այսինքն իրական Հայաստան պատմական էս անհասկանալի, բայց արդեն մեր օրակարգ մտած այս եզրույթները ինչ է արվում ներսում եւ ինչին են պատրաստում ժողովրդին։ Նայեք, շատ լավ հարց տվեք, սա ֆունդամենտալ կարևոր մոտեցում է, եկեք հասկանանք էլի։ Ինչ ասել էր Հայաստան նախկինում եւ ինչ ասել է հիմա։ Հայաստանը միշտ հզոր է եղել մի քանի առանցքային կարևորագույն, ասենց ասենք, հիմնաքարերով կամ պատկերացումներով։ Առաջինը դա Արցախն էր։ Վերահսկելով Արցախը մենք վերահսկում էինք ահռելի մի տարածք, որը մեզ ռազմական խորություն էր տալի եւ ուժեղացում էր Հայաստանի հարավը։ Ոչ միայն Հայաստանի հարավը, ամբողջ Հայաստանի անվտանգության առանցքային նշանակության գերկարևոր ուղղությունն էր։ Սա տարածաշրջանային, ու սա մեզ տարելիս է տարածաշրջանային լուրջ արժեք։ Մենք տարածաշրջանային, ասենց ասենք, բավական ազդեցիկ պետություն էինք։
չունենալով նավթ եւ այլն, բայց ունենալով վերահսկելի բավականին լայն լեռնային տարածքներ, որը կարողանում ենք պահել, որը մեր անվտանգությունը ենք պահում։ Այսինքն գործող քաղաքական ռեժիմը ոչնչացրել է դա։ Երկրորդ մեր առավելությունը, սա մեր սփյուռքն էր։ Ինչու եմ անցյալով ասում, արևախտապեր սփյուռքը դեռ կա, բայց սփյուռքը մեզ տալիս էր որպես գլոբալ պետության, ասենց ասեմ, հնարավորություն, գլոբալ ցանցային պետություն ստեղծելու հնարավորություն, որտեղ մենք ունենք շատ ուժեղ սփյուռք 3 կարևորագույն պետություններում։ Դա Ռուսաստանն է, դա Ֆրանսիան է, դա Միացյալ Նահանգները։ Եկեք հիշենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը հենց այս պետություններն են։ Այո։ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները։ Եվ այդ 3 պետությունները մենք ունեինք ամենախոշոր հայկական սփյուռքը։ Եվ սա նույնպես մեր համար ազդեցության կարևոր լծակ էր։ Այսինքն մենք ազդեցիկ պետություն ենք, որտեղ ունենք Արցախը, դա տարածաշրջանային մեր ազդեցության գերկարևոր խաղաքարտն էր, եւ մենք գերկարևոր ու ազդեցիկ պետություն ենք ամբողջ աշխարհում, որտեղ մենք ունենք սփյուռք այս 3 երկրներում, պլյուս մենք շատ մեծ ազդեցություն ունենք նաեւ մերձավոր արևելյան երկրներում։ Դա Սիրիան էր, դա Իրաքն էր, դա Լիբանանն էր, դա Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նույնպես կային հայկական սփյուռքի շատ ակտիվ ներկայացուցիչներ։ Ինչ անում է այսօրվա քաղաքական ռեժիմը, ոչնչացնում է այն ամենը, այն հիմնաքարերը, ինչի վրա նստած է Հայաստանը եւ հայ ժողովուրդը։ Իսկական ոչնչացրել են Արցախը, հիմա գնում է Հայաստանը սփյուռքից կտրելու ակտիվ աշխատանք։ Եվ քանի որ Հայաստանը սփյուռք կապող կարևորագույն օղակը հենց ցեղասպանության թեման էր, իսկ եկեք սա էլ ասենք, էլի, սա շատ կարևոր է։ Ցեղասպանությունը դա սփյուռքի թեման չէ։ Ցեղասպանությունը դա բոլոր հայերիս թեման է, որտեղ մեր բոլորս էս sense թելերով կապված ենք, ասենք թե իմ տատը Բիթլիս ծնված մեծացած, որ ինձ պահի մեծացրել է, այդ սարսափների միջով անցած մարդիկ են եւ Հայաստանի բնակության երևի կեսը, որ հիշի իր տատերը, պապերը, իր տատու կամ պապերի ծնողները, sense tenets արևմտյան Հայաստանից են եւ այդ ցեղասպանությունը իրենց աչքերով են տեսել։ Հետևաբար փորձել կտրել ու ոչնչացնել, կտրել Հայաստանը սփյուռքից, դա Հայաստանը վերջնականապես ոչնչացնելու քաղաքական մի գիծ է, որը սրանք տանում են։ Այսինքն Հայաստանը պետք է լինի շատ թույլ, առանց Արցախ, առանց Զորք, առանց բանակ, առանց սփյուռք, բայց կախվան մեջ գտնվող Բաքվից եւ Անկարայից։ Սա է պատկերացումները այսօրվա քաղաքական ռեժիմի ցավոք սրտի, եւ սա շատ վտանգավոր է։ Վտանգավոր է առաջին հերթին սովորական հայ մարդու համար։ Սովորական հայ մարդը գիտակցում հիմա հասկանում է եւ ինչ պիտի անի հիմա։ Նայ, շատ լավ հարց է տալի, Լիջան։ Փորձը ցույց է տալիս եւ մեր սոցհարցումները, որ սկսել է գիտակցել։ Վերջին 3-4 ամիսներին ինչ որ ասենց ասեմ, բավականին գիտակցության մեջ մարդկանց փոփոխություն է տեղի ունեցել։ Մարդիկ հասկանում են վտանգների մասին, որ կա, ոչ բոլորը, բայց ել եմ կրկնում, էական փոփոխություն է տեղի ունեցել, էականորեն ավելացել են այդ մարդիկ, որոնք արդեն հասկանում են։ Հոկտեմբեր, փետրվար ամսվա մեր հարցումները ցույց են տվել էական տարբերություն։ Այսինքն այդ գիտակցության աճի, բայց սրա մասին պետք է շարունակաբար խոսալ, այդ թվում նաև այս տաղավարում, որտեղ ինչքան մարդ տեսնում է, այնքան պետք է հասկանան, թե ինչ վտանգների են մեզ դեպի վտանգներ են տանում։ Եվ այդ վտանգների առաջը պետք է առնել, կանխել եւ փորձել հասկանալ, որ Հայաստանը մեր հայրենիքն է եւ մենք պետք է պաշտպանենք, կռիվ տանք մեր հայրենիքի համար, որտեղ այստեղ պետք է մենք ապրենք, մեր զավակները ապրեն, մեր թոռները ապրեն, մենք գոնե վստահ պետք է ասենք բոլորին, որ ստայից հեռանալ ոչ մտադրություն ունենք, ոչ էլ մեր երկիրը ինչ որ մեկին տալու Թուրքին կամ ադրբեջանցուն կամ Թուրքի ու ադրբեջանցի պաշտպաններին տալու մտադրություն չունենք։ Եվ այս առումով, եթե ամփոփելուց առաջ վերադառնանք, շատ կարևոր է նաև այդ պատասխանատվությունը ընտրությունների մասնակցելու, քվեով նաև ինչ որ բան ասելու, հա, բանը։ Շատ կարևոր է, ճիշտ եք ասում, իսկապես ես էլի հորդորում եմ բոլորին անպայման մասնակցել բոլոր ընտրություններին, պաշտպան եղեք ձեր քվեներին, դրանք շատ կարևոր են, ամեն մարդ անկախ իր քաղաքական դիրքորոշումից, դիրքավորումից պետք է գնա եւ ընտրություններին մասնակցի։ Սա եւ իրավունք է, սա նաեւ Հայաստանի քաղաքացիների համար պարտականություն։ Պարտականություն։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։
Սիրելի հեռուստադիտող, հայկական երկրորդի եթերում պրոֆակտներ, իրականում մենք բոլոր ամբողջ այս տարիների ընթացքում խոսել ենք իրավիճակի մասին, որը որ կարող էր բեկումներ լինել շատ ժամանակներում, բայց ընտրությունների մասնակցությունը իրականում շատ կարևոր մի բան է։ Հիասթափությունը բոլոր տեղերում կարող է ինչ-որ ձևով արտահայտվել, միայն ոչ այն օրը, երբ դուք պետք է գնաք ընտրատեղամաս, որովհետև ձեր ձայնից իրականում ինչ-որ բան կախված է։ Եվ պարոն Մանվելյանը շատ ճշգրիտ ամբողջական ներկայացրեց, ես ուզում եմ ավելացնեմ, նախորդ օրը նաև Ձյունիկ Աղաջանյանը խոսեց այդ օրենքի փոփոխության առաջարկի մասին, որը իրականում Նիդերլանդների փորձը կարելի է կիրառել, որտեղ տուգանվում են քաղաքացիները, ովքեր ընտրություններին չեն մասնակցում։ Երևի սա մեզ մոտ իրականում կիրառելու անհրաժեշտություն կլինի։ Միևնույն ժամանակ կարևոր դիտարկում արեց Արմեն Մանվելյանը, որ այս ընտրությունները եւ Փարաքարում եւ Գյումրիում ինչ որ առումով քաղաքական ուժերի լեգիտիմությունը ստուգելու միջոց է։ Այս առումով ուրեմն մեզանից յուրաքանչյուրի ձայնը կարևոր է։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Այս ընտրությունները պիտի փաստեն, հնարավոր է այսօրվա Հայաստանում արդար ու թափանցիկ ընտրություններ, թե ոչ։